Մարմարայի ափից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող անտառային հատվածում Թուրքիայի հատուկ ուժերը 9 անձանց են ձերբակալել։ Իշխանությունները կասկածում են, որ նշված անձինք հուլիսի 15-ի զինված հեղաշրջման ձախողված փորձի ընթացքում մասնակցել են նախագահ Ռեջեփ Էրդողանին ձերբակալելու գործողությանը։ Այս ձերբակալություններն ու բանակից ևս 1400 անդամների հեռացումը Էրդողանի աջակիցների հավանությանն են արժանացել։ Ձերբակալություններից հետո նախագահի աջակիցները ցույց են կազմակերպել, արտահայտելով իրենց դժգոհությունը ԱՄՆ-ի կառավարության հանդեպ, որը հանգրվանել է Ֆեթուլլահ Գյուլենին։ Ցուցարարները բղավում էին, թե Միացյալ Նահանգները աջակցելով ահաբեկիչ Ֆեթուլլահ Գյուլենին փորձել է վերափոխել Թուրքիան եւ 300 քաղաքացիների մահվան պատճառ դարձել։ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդական հանրապետական կուսակցության նախագահ Քեմել Քիլիսդարօղլուի խոսքերով Թուրքիայում խորը բևեռացում կա եւ երկիրը պետք է փրկել այդ բևեռացումից։ Հեղաշրջում կատարելը հանցագործություն է, սակայն այն երկիրը, որը հավատում է օրենքի գերակայությանը, կպայքարի նաև հեղափոխականների հանդեպ օրենքի կիրառման համար։ Նրա խոսքերով Թուրքիայում նոր ժամանակաշրջան է սկսվել։ Ստելլա Գրիգորյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։